Ապա տեսեք իր սիրուն է, տեսարան, մենք այստեղ ենք եկել Մայրիկի ծննդյանոր շնորհավորելու։ Ընկերներ, մենք հիմա գնում ենք Հորբադեղ գյուղ Գայանեի ընտանիքի կողմից իր դստեր։ Մի քանի տարի անց մենք էլի նորից եկանք ձեր օջախ, բարև ձեզ։ Իսկ հիմա մենք եկել ենք սիրված Մայրիկի անակնկալ բերենք։ Բայց որ ձեր ժպիտը Ռայա Քույրիկի ծննդյանորն է։ Ընկերներ, մենք հիմա գնում ենք Հորբադեղ գյուղ, որը շատ գեղեցիկ է եւ հարուստ բնության տեսարաններով։ Այստեղ կա նաեւ գեյզեր, որը այսօր չեն կարա ցույց տանք, այնի թող մնա հետո ցույց կտանք։ Կամ կարող ցույց տանք ախպեր, կարող մարդ լինի գյուղի մեջ կայնած, առաջարկենք մեզ տանի գեյզերի մոտ։ Համաձայն ես Վարդան։ Այստեղի հրաշագեղ գեյզերը։ Մնացեք մեզ հետ, տեսնենք ինչ ենք անում։ Ընկերներ, մինչև Հորբադեղ հասնելը այս կռուգի վրա մի անգամից աչքի ենք ընկնում այս հրաշք ջրվեժը, ապա տեսեք իր սիրուն է։ Հայրենիքիս ջուրը զուլալ, անմահական, համն ու հոտը աղն ու հացը, անապական։ Իսկ հեռվում երևում է արդեն Հորբադեղի կիրճը, որտեղ կանաչ է ու գեղեցիկ։ Գարուն է եկել, դռները բացեք, ձյուն էլ կա մի քիչ, բայց ոչինչ, բացեք թող թարմոտ գա։ Հերիք է լավ, բոլ է լավ, հեռվում էլ երևում է Սմբատաբերդը, ընկերներ, Սմբատաբերդը ով չի գնացել, ով չի տեսել, խնդրում եմ մտեք մեր տեսանյութերը, գրեք Ստեփան Մարգարյանը Սմբատաբերդում, կտեսնեք իր գեղեցիկ է Սմբատաբերդը եւ հրաշալի, այն լավ է պահպանվել, վերակառուցել են մասամբ եւ դեռ վերակառուցելու են, որպեսզի ավելի գեղեցիկ լինի, իսկ վերևում Սապսան ռեզորտն է, որտեղ կարող ես լիովին առանձնանալ ու կտրվել առօրյա հոգսերից ու զգալ բնությունը շատ մոտիկից։ Հետաքրքիր է Հորբադեղը, շատ լավ տեղում է կառուցված։ Իսկ հիմա մենք եկել ենք սիրված Մայրիկի անակնկալ բերենք։ Յարեթա, մարդ եկա մեր մոտ, կզանգենք հեսա։ Նստեթայ, հյուր ես է թալի։ Վարդ էի տունը։ Այդ առաջի խաշվելուկը։ Բենյուր էսել է չէ, բենյուր կովերն են այնտեղ։ Հալ են կովերին նկարի, տեսեք ինչ գեղեցիկ են կովերը լեռներում։ Լավ է, լավ, դու ինչ տարեց։ Ոչինչ էլ ախպեր։ Խորոտ էթասե, Սովալուչի, վայ ծնում մնում դեպի։ Հեսա պտի հանադի զանգանեի, որ հասկանանք։ Մարգուս, այ։ Չմնալ, հեսա զանգեմ, իմանամ։ Այսա լերրիպ կիմանանք։ Բարձանամ հետո որ կողմ եմ գալիս։ Ճանապարհի վրա է տունը։ Ուղիղ եկեք։ Լավ դե, ուրեմն։ Աբլիս մեծ աղբեր։ Հաջողությունը լի։ Ես էլ եմ շնորհակալ։ Աղբերս 1000 բարին։ Ես գիտես ուր եմ ասեմ, որ ճանապարհը քանդվել է այդ մասը։ Դե գալիս եմ ես ոտ։ Բանը, ստե բայց անցնում եմ, գյուղա մեջ հասնում եմ, թե չեմ հասնում։ Ջուղա մեջ անցի, ասfaltը որ արդեն քարուքան դա, արի, երկու հատ մեծ քար կա։ Հա։ Իջնում ես ներքև, գալիս ես այդպես աղբեր։ Ավտո կգա բայց աղբեր։ Աղբեր։ Չէ, աղբեր, գյուղա մեջը վերևն է, Վարդան։ Գյուղա մեջը վերևն է անգնում աղբեր, հələ մենք չենք ասել գյուղա մեջ։ Այդպես ինչ մեծ քար է։ Աղբեր, դե կարաս բացատրես գամ, ջոգի, նես չի որ չեմ կարա գամ։ Ուղղակի գյուղա մեջը անցնեմ։ Հիմա հասամ համարյա գյուղա մեջ։ Դե հասի, բանը գրոտով կգաս, երկու հատ մեծ քարա։ Հա։ Կմտնես իջնես։ Աչով իջնում եմ։ Հա։ Աղբեր, բայց ստե որ աչով գնում եմ բարձանում է։ Թե ուղիղ գամ։ Բարձանում ես երկու հատ մեծ քարա, այդոց աչով իջնում ես։ Աղբեր, նայ, հիմա ես գյուղա մեջը բարձրացամ։ Ստե մի հատ ճանապարհ աչայթում մտ ուղիղ է գալիս, իրուն պատաշ արած։ Այդ պատի մոտով արի, աչով մտի արի։ Վերև հելի։ Հա, վերև հելնեմ, աղբեր, վերև հելամ։ Աղբեր, գեյզեր ընդհանրապես իմ ավտոն կեթա, Mercedes-ը։ Գեզեր, հա։ Կարամ էթամ։ Բայց մի հատ երկու տեղ կա, կարաս այդ ոտով տի գնա։ Մա այդ քարերը տեսամ, աղբեր, ես քարի մոտից աչով իջնեմ մի խոսքով։ Հա։ Դե ֆռալու տեղ կա հայաթը, աղբերս։ Հա, կա աղբեր։
Այստեղ կայնած եմ, իսկ կտենաս։ Հա, իշտում եմ ախպեր, հա։ Չէ, ֆրանկ ելն ենք ախպեր, ֆրալ տեղ կա։ Այս օրեսիշ մեծ քարեր են, հիմա արեք։ Ախպեր, տենց առաջին ձեր տունն է, թե էլի պետք է առաջանա։ Ահա։ Գնում ենք հիմա փորձություններով, ախպեր Mercedes-ով այ չեն դե Վարդան։ Հենա։ Նես որ Mercedes-ին լավ գիտի։ Հա։ Նի շամպա է։ Այսինքն դից էլ կարենք գայինք։ Ախպեր ես։ Սենց ուղիղ էլ կարամ իշտեմ էթամ, հա։ Ուղիղ էլ կարամ իշտեմ էթամ։ Ընդից տեղ կա դուս գալու ճամփա։ Հա, всё, ավելի լավ։ Հա, ֆրամ հելն է։ Ահա, ընկերներ մեր տիպիկ հայկական յուղերից է։ Մամայի ծնունդն է, չէ։ Ում կողմից է, քույրիկի։ Հա, քույրիկի Գայանեի կողմից, մամայի անունը։ Ռայա։ Ծնունդն է այսօր։ Գայանեի կողմից, դստեր ընտանիքից էլի, չէ։ Ընկերներ, ճանապարհները մեզ հասցրեցին Հորբադեղ գյուղ, որտեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ եւ իհարկե տուրիզմը այստեղ քիչ-քիչ զարգանում է, որովհետեւ կան հետաքրքիր տուրիստական վայրեր։ Իսկ հիմա մենք այստեղ ենք եկել մայրիկի ծննդյանոր շնորհավորելու։ Անունը նոր ասած Ռայա քույրիկի ծննդյանորն է, Գայանեի ընտանիքի կողմից իր դստեր, բայց ես չեմ ասելու էլ, սկզբից այսքան շուտ չեմ ասել, ես հիշավոր եկել եմ ստեղ ախպեր։ Ես ես տունեմ։ Մի քանի տարի անց մենք էլի նորից եկանք ձեր օրջախ, բարև ձեզ։ Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման։ Այդ ինչի ծափ չեն տալի, հելն դե ծափեր չեն տալի, շնորհավորանքներ ձեզ, լիքը, լտեսեք ինչ սիրուն թագուհիական տորթ ենք բերել։ Ձեզ շատ են սիրում, ու այդ սերը կոնկրետ մենք եկել ենք մի քիչ հեռու սիրո համար, էլի։ Կարոտած, լիքը կարոտ կա այդ սիրո մեջ։ Մտածում եք ում կողմից կարել էին։ Աղջիկս կլինի։ Բա մենակ աղջիկ է, էլ, հա։ Հələ ասեք մա Փեսաս, նոր աղջիկս Գայանեի տանիքի էլի, հա։ Շատ սիրում են ձեզ, լավ լինեք, առողջ լինեք, այս գեղեցիկ քաղցրությունը ձեզ լինի, դե երազանք պահեք չեք։ Որ բաբախի, որ ցուցամքի, մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման, որտեղից քեզ ասքան բար։ Պարկավելա մամայի հետևը չի գալի փչի։ Դե լավ, չենք զորում, հետո ինչ ամոշկուր։ Այս քաղցրությունը ձեզ։ Ախպեր, ծաղիկը դու նպիտես, հա մամային, հա։ Մի հատ էլ լավ կգրկես, հա։ Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման, որտեղից քեզ ասքան բարություն, մայրական սերը չունի սահման։ Բերել է, ձեր երեխաները ձեզ սիրում են ու լավ են իրանք, ձեզ էլ ուզում են, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք, մինչև որ կգան կգրկեն ձեզ։ Հա? Սպասեք, այդ օրը մոտ է, կգան։ Իսկ մենք գնացինք, ոտներս եւս մեկ անգամ խերով ձեր օջախ։ Հիմա ես ուզում եմ իշեմ, ախպեր, անցած անգամ տատիկի ծննդի ենք եկել, թե էլի մամայի ծնունդն էր։ Տատիկի, կա տատիկը։ Տատիկը կա։ Հա, բա ուր է։ Հա, Եղեգնաձոր է այդ չէ տատիկը։ Որտեվ ես հիշում եմ, որ եկել եմ ձեր տուն։ Դե ելանք ախպերս։ Օ, գառնուկները։ Հələ ստես սերացել է։ Երել է սեսիանների։ Սես նկար, ես սրդ լեզուն։ Արի բան եմ տալի ուտես, արի։ Մե։ Սիրուն են մեկ ուջուրին։ Չո։
Ապեր մի խոսքով հետ պետք է տամ ես։ Արդեն կռավ է։ Դեշկատ, всё, точно։ Հիմա նեղլի կարանքներով մենք պետք է դուրս գանք։ Նեղ է ճանապարհը եւ մի քիչ էլ ես հասկացա ինչումն է բանը։ Դու նկարում ես իշ միլիմետրով կայնք անում։ Իշ վախենալու է։ Mercedes, ձեր երազանքների ռուլավիկը դարձեք Mercedes-ի հետ, որովհետև Mercedes-ի պավառոտը ուժեղ է։ Իսկ հիմա Նիվայի ճանապարհ, խնդրեմ ընկերներ, դուրս են գալիս Նիվայի ճանապարհներով, գնանք հասնենք մեր նպատակակետերից մեկին։ Ախ շատ գիտեմ, հել ենք յուղա մեջ էլ մարդ չկար, գոնե վիլիս գտնենք, հավերը ստե լրիվ հավ են, ընգնում են ավտոյտակ ուզես չուզես։ Ընկերներ, մեքենան այնպիսի խնամքով էի լվացել, որ մտածում էի գոնե մեկ օր կմնա մաքուր, բայց չմնաց մաքուր։ Ախ, վախ, օրելն ինչ սիրուն շարել են պատը։ Տեսեք կադրերում հրաշալի վարպետաց աշխատանք է, տեսեք ինչ մանր քարերով ինչ գեղեցիկ է, մոտիկացրու էլի։ Դու չի երևում մնես Վարդան, էլի մոտիկացրու, մի քիչ էլ։ Մոտիկացրու, որ գեղեցկություն երևա, կմտածեն կիրպիչ է այնքան սիրուն են շարը, բայց ինքը սովորական մեր դաշտի քարն է։ Դու տես ինչքան մանր ու սիրուն են շարը, այնպես որ մեր գենի մեջ կա գեղեցկություններ արարելը։ Դաշտից հավաքել են ու սիրուն պատ են շարել ընկերներ։ Եվ այս ամենը կարող եք տեսնել փոր պատտեղ գալուց։ Այստեղով է գնում նաև գեյզեր ճանապարհը։ Բարև ձեզ։ Այստեղ 40-ից ավել պետք չի քշել, ցուցանակը դա է ասում, դրա համար ես հիմա 10 եմ քշում։ Այո, Հորբատեղը կարելի ասել տարբերվող գյուղերի ցանկում է Հայաստանում գտնվում, որովհետև կոնկրետ ժայռերի վրա է կառուցված։ Դրա համար էլ ճանապարհներն այսպես նեղ են, նեղլիկ փողոցներով մենք հանգիստ իջնում ենք, կարծես Երևանի Սարիթաղը լինի։ Փոքրիկ դրախտ մեծ շավախում, արենցին է գողքդ երկում։ Հորբատեղը փոքրիկ դրախտի կտոր է երկրի վրա։ Դրա համար էլ այստեղ զարգանում է զբոսաշրջությունը, հանգստյան գոտիների ստեղծումը։ Սա շատ լավ տեղ է հանգստի համար։ Դե լայքում ենք, բաժանորդագրվում ենք, իսկ մենք կշարունակենք բացահայտել ձեզ համար գյուղեր ամբողջ Հայաստանից։ Դափարվանի ափերին քարով, հայրենի գյուղ ծոցիդ հայ զավակնեմ, քարախբյուրիդ ջրին ես կարոտեմ, սուտ խաչը քեզ լինի պահապան, մեծ արագյալ զավակնեմ քո տան, փոքրիկ դրախտ մեծ